Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ համոզված է ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը։ Այսօր երեկոյան ընդդիմադիր ամենամեծ խմբակցության տարածած հայտարարությունը մեջբերեմ ամբողջությամբ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրիի եւ համայնքապետարանի պաշարումը, ուժային համակարգի միջոցով հանրապետությունում վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը ապացուցում են, որ գործող իշխանությունը չի հանդուրժում ժողովրդի ընտրությունը։ Վերջերս խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Գյումրի համայնքի ղեկավարին ուժով հեռացնելու մտադրության մասին։ Այսօր այդ մտադրությունը վերածվեց բռնի գործողության։ Հիշեցնենք, որ ԿՊԱ-ական իշխանությունները շինծու մեղադրանքներով դատապարտել կամ կալանավորել էին Վանաձորի, Բերդի, Գորիսի եւ այլ համայնքների ընտրված ղեկավարներին։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձերբակալությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն։ Մենք դատապարտում ենք ժողովրդավարության հիմքերի դեմ հերթական հարձակումը եւ դիմում միջազգային կառույցներին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին անմիջապես արձագանքել ժողովրդավարության դեմ իրականացվող համակարգված արշավին։ Մենք սատարում ենք գյումրեցիների մեծամասնության իրենց ընտրությունը պաշտպանելու իրավունքը եւ կոչ ենք անում Գյումրու ավականու անդամներին համախմբվել եւ թույլ չտալ գործող վարչախմբի կողմից իշխանազավթումը։ Հորդորում ենք Հայաստանի քաղաքացիներին ամենուր մերժել այս իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին։ Վստահ եղեք, այդ պատերազմում նա պարտվելու է, կարդում ենք Հայաստան խմբակցության տարածած հաղորդագրությունում։